Բարև ձեզ վեստիեմի տաղավարում ենք օրերս անգլերեն առարկայի միասնական քննության արդյունքները գոհացուցիչ չէին, իսկ ծնողների բնորոշմամբ խայտառակություններ։ Նախարարությունը որոշել է քննությունը եւս մեկ անգամ անցկացնել, որը տեղի կունենա մարտի 1-ին։ Արդյունքների, անհաջողությունների եւ հաջողությունների մասին այսօր կզրուցենք կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մխիթարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ հուսով եմ այսօր կանդրադառնանք ոչ միայն այդ խայտառակ իրադարձություններին, որ աննախադեպ էին, այլ նաեւ մի քիչ դրական բաների մասին էլ կխոսենք։ Անպայման, պարոն Մխիթարյան, երկրորդ, չորրորդ տարբերակում կային խնդիրներ, որոնք դիմորդները եւ ծնողները բնորոշեցին խայտառակություն։ Ինչի մասին է խոսքը։ Ուրեմն անգլերենի միասնական քննությունների մասին է խոսքը, որ ընդ որում պետք է ասել, որ արդեն զարմանալի չի, բայց դիմորդների մեծ մասը ամենաշատը ընտրում են հենց այդ քննությունը անգլերեն լեզվի, որովհետև տարբեր մասնագիտություններով սովորելու համար նախ պայման է օտար լեզվի քննությունը, այսինքն գնահատական ունենալը, եւ բացի դրանից նույնիսկ եթե այլ ընտրանք կա, օրինակ լեզուներից ընտրել անգլերենը թե հայերենը, չգիտես ինչի, բայց կարելի է արդեն հասկանալ ինչի համար, բոլորը ընտրում են կամ մեծամասնությունը ընտրում է անգլերեն։ Եվ գիտեք ինչպես է տեղի ունենում, երեխաները արդեն 10-11-րդ հատկապես դասարանից այլևս չեն հետաքրքրվում դպրոց գնալով, որպեսզի կարողանան լավ պարապել կրկնուսույցների մոտ, որպեսզի լավ արդյունքներ գրանցեն ընդունելության քննությունների ժամանակ կամ այս միասնական քննությունների ժամանակ։ Ուրեմն երեխաները պարապում են, սրտի թրթիրով սպասում են այդ քննությանը, ստրեսի են ենթարկում, յուրաքանչյուր քննություն բերում է այդպիսի իրավիճակների, դա բնական է, ընդ որում այդ երեխաները առաջին անգամ են քննություն տալիս, դա էլ պետք է հաշվի առնել, եւ գնում են քննությունը հանձնում են եւ ինչ զարման, ասում զարմանալի մի բան, որ պարզվում է, որ այնտեղ սխալներ կային եւ տպագրական սխալներ էին, 4 տարբերակից 2 տարբերակում։ Հիմա ինչ անի նախարարությունը կամ այդ թեստավորման կենտրոնը, մտածում են տակից ոնց դուրս գան, ինչպես ժողովուրդն է ասում, հիմա մտածում են ամբողջությամբ չեղարկել կամ ովքեր կուզենան պահել իրենց գնահատականը պահել, բայց մի անգամ եւս նոր քննություն կազմակերպել։ Սա ինչի մասին է նախ պետք է ասել խոսում է նրա մասին, որ մեզ մոտ այդ ոլորտում, կրթության ոլորտում որոշում կայացնողները իրենց որոշումները կայացնում են թափ-թփված, անկազմակերպ, անհետևողական, ոչ մի անգամ ասենք թե առանց ստուգելու եւ սա միայն այդ քննությանը չի վերաբերում։ Եթե մի քիչ ավելի ընդլայնենք, դա վերաբերում է նաեւ այն թեստերին, որոնք օրինակ ուսուցիչները հանձնում են, երբ որ ատեստավորմանն են գնում։ Եվ այն թեստերում եւս կան շատ դժգոհություններ, որովհետեւ այդ թեստերում եւս կան էլի սխալներ, տպագրական սխալներ, շատ սուբյեկտիվ կազմված թեստեր եւ որով գնահատվում են փաստորեն մեր երեխաների ուսուցիչների, այսպես ասենք, գիտելիքները, որ այդքան էլ արդար չի։ Պարոն Մխիթարյան, ինչ օղակ է անցնում թեստը մինչև դիմորդի դիմաց դրվելը։ Դե պետք է նա գոնե մշակվելուց հետո փորձարկվի։ Դրանից հետո եթե տպագրվում է, պետք է տպագրվածը անպայման ստուգվի եւ պետք է ուրիշ մարդ ստուգի, այն մարդուց տարբերվի, որը կազմել է այդ թեստերը։ Ես չգիտեմ, այդ փուլերը բոլորը անցել են թե չէ, եւ հիմա փաստորեն փաստը արդեն ունենք, որ թեստերում սխալներ են եղել եւ դա միանգամից ընդունել է կազմակերպիչ կողմը։ Հիմա իսկապես մտածում են, թե այս իրավիճակից ինչպես դուրս գան եւ շատ երեխաների երկրորդ անգամ ստրեսի ենթարկեն եւ նորից ուրեմն քննություններ կազմակերպեն։ Առաջին անգամ է Հայաստանում միասնական քննություն նորից կրկնում ենք, որտեղ թեստերում սխալ կա, որտեղ եւ որ օղակում է թերացումը, գնահատման թեստավորման կենտրոն, կրթության նախարարություն, որտեղ ով ինչ պետք է աներ, որ չի արել։ Դե իդեք այստեղ հեշտ կլինի, ասենք, եթե նախարարությունը ասի, որ գիտեք, ես այդքան էլ շատ հետաքրքրված չեմ կամ չեմ խառնվում թեստերի կազմմանը, դա թեստավորման կենտրոնն է կազմակերպում, թեստավորման կենտրոնը կարող է հակառակ փաստարկները բերել, թե որոշում կայացնողներն են հետևողական չեն, ստուգողներ չկան եւ այլն, բայց սա խոսում է համակարգային թերացման մասին եւ եթե այսպիսի իրավիճակներ հայտնի լինեին ուրիշ երկրներում, մտածում եմ որոշ մարդիկ պետք է հրաժարվեին
կամ իրենց հրաժարեցնեին իրենց զբաղեցրած պաշտոններից, որոշում կայացնողների, սակայն Հայաստանում ինչ է եղել, որ կարելի է եւ մի անգամ էլ սխալվել, երկրորդ անգամ էլ Հայտարարեցին մարտի 1-ին կանենք նոր քննություն, կպահպանենք բարձր գնահատական ու բոլորը գոհ կլինեն, իսկ թերացման պատասխանատվությունը ոչ ոք ըստ էության պատասխան չի տալու, ինչպես որ միշտ լինում է Հայաստանում այս դեպքում, նույնիսկ կարող է պարգևավճարների արժանանան, որովհետև դա արդեն համատարած է դարձել այդ պարգևավճարները, հատկապես ընտրությունների նախաշեմին, որովհետև իսկ կրթության ոլորտում շատ կարևոր եւ շատ մարդիկ են ներգրավված, արժի ես խորհուրդ կտամ իսկապես պարգևավճարներ տարել մարդկանց, որոնք այդ թերացումները իրականացրել են եւ նրանք շատ լավ կաշխատեն ոչ թե արդեն մյուս թեստերը կազմելու համար, այլ ընտրությունների նախաշեմին ուրեմն մեր դիմորդների, նրանց ծնողների, հասարակության լայն շերտերի հետ աշխատանքի առումով։ Պարոն Մխիթարյան, նաև ատեստավորման սխալներից խոսեցիք, այնտեղ ինչպես է ընթացակարգ, կարծում ավելի կրթության փորձագետներ կաշխատեն, ուսուցիչներից ավելի բարձր գիտելիքներ ունեցող մարդիկ, ովքեր ի վերջո կարող են ստուգել այդ ուսուցիչներին, ինչպես է այդ շղթան։ Նախ պետք է ասել, որ ի սկզբանե մենք բազմիցս բարձրաձայնել ենք հարցը, ատեստավորել ուսուցչին որպես ուսանող կամ որպես աշակերտ ուղղակի անթույլատրելի է։ Այսինքն այն գաղափարը, որ դրված է կամավոր ատեստավորման հիմքում, ուղղակի անընդունելի է։ Տեսեք, ինչ են ասում մեր ուսուցիչները։ Ուսուցիչը սովորել է դպրոցում, դրանից հետո սովորել է բարձրագույն ուսումնական հաստատությունում, ձեռք է բերել որոշակի գիտելիքներ, հմտություններ, կարողություններ, մեթոդներ, որոնցով նա աշխատում է դպրոցական երեխաների հետ եւ հիմա արդեն դպրոցում աշխատում է։ Հիմա ինչ ենք մենք նրան անում։ Մենք նրան ասում ենք, որ արի դու մի հատ էլ օրինակ որպես ուսանող կամ այս դեպքում ավելի շատ որպես աշակերտ, որովհետեւ այդ ամբողջ հարցերը վերաբերվում են դպրոցական մեր առարկաներին եւ դրանց բովանդակությանը։ Ասում են արի մի հատ տեսնենք դու այդ բովանդակությունը լավ կարողանում ես յուրացրել ես արդյոք, ինչպես որ ուսուցիչը աշակերտին կհարցներ։ Հետո այո, ուսուցիչները գալիս են, իդեպ ասեմ, որ շատ մեծ թվով ուսուցիչներ շահագրգռված չեն եւ շատ հետաքրքրված էլ չեն։ Որոշները գալիս են, անցնում են այդ թեստավորման համակարգով, հետո վերադառնում են դպրոց եւ ինչն է նրանց կյանքում փոխվում։ Ոչ մի բան։ Ոչ մի բան, էլի նրանք ինչպես նրանք նախկինում աշխատում էին, նույն ձևի աշխատում են, ինչ մեթոդներով աշխատում էին, նույն մեթոդներով էլի աշխատում են, եւ ոչ մի բան իսկապես որակի առումով կրթության, իսկ դա պիտի նպաստի որակի բարձրացմանը։ Աշխատավարձը դառնում է 400-ից 500 Այո, դա է միայն փոխվում, աշխատավարձը, դա էլ չափազանցրած թվեր են իհարկե, մենք դրա մասին էլ կարող ենք խոսել, ու ոչ մի բան չի փոխվում։ Հիմա ուսուցիչները ասում են, եթե մեզ գնահատում եք որպես ուսուցիչներ, եկեք հենց այդ նկատի ունենանք։ Այսինքն դուք գնահատեք իմ կատարած աշխատանքը, իմ ցույց տված արդյունքները, մեթոդներից ինչ որ բաներ պետք է ես կարողանամ ասել, բացատրել, ներկայացնել եւ ոչ թե 4 գիտելիքը։ Եվ դա է պատճառը, որ ուսուցիչների ավելի քան 2/3-ը արդեն 4 տարի է անցել այդ ատեստավորման գործընթացից, որևէ ձևով հետաքրքրված չի դրանով, որովհետեւ նրանք համարում են նույնիսկ իրենց արժանապատվությանը հարվածող ինչ որ երևույթ սա։ Սա հələ մի կողմ, տեսեք, այս արդեն, այսինքն գաղափարը արդեն իսկ հիմքում սխալ է դրված։ Մյուսը ընթացակարգը ինչպես է տեղի ունենում։ Ուրեմն նույն ուսուցիչը մասնակցում է նույն դպրոցի կամ երկու ուսուցիչ, օրինակ, չգիտեմ, ինչ ասեմ, մաթեմատիկայից կամ օտար լեզվից մասնակցում են ատեստավորման այդ գործընթացին։ Մեկը այս տարի, մեկն էլ օրինակ մյուս տարի կամ 6 ամիս հետո։ Ուրեմն ոչ մի էական կապ այդ թեստերի, հարցերի միջև չկա։ Շատ սուբյեկտիվ կազմված հարցաթերթեր են։ Օրինակ նույն մարդը երկու տարբեր հարցաշարերին կարող է պատասխանել, մի դեպքում օրինակ 100%-անոց արդյունք ցույց տալ, մյուս դեպքում 50% էլ չհասնի, որովհետև այդ հարցաշարերը էլի շատ սուբյեկտիվ են կազմվում եւ նույնիսկ միանշանակ հարցեր կան, որ միանշանակ պատասխաններ էլ չունեն։ Սա եւս էլի դժգոհության տեղիք է տալիս եւ էլի ուսուցիչները սրան հաշվի առնելով կուսափում են այդ գործընթացին մասնակցելուց։ Մյուս բաղադրիչը, որ ազդում է այդ գործընթացի վրա, դա այն է, որ ուսուցիչներին ստիպում են, որպեսզի նրանք մասնակցեն մեկ անգամ, անհաջողության դեպքում երկրորդ անգամ, եւ եթե անհաջողության մատնվի, որովհետեւ
նորից ենք ասում, դա իսկապես սուբյեկտիվ գործընթաց է։ Նրան կարող են աշխատանքից ազատել։ Եվ սա նշանակում է, որ շատ ուսուցիչներ իսկապես խուսափում են այդ գործընթացին մասնակցել, նրանք ասում են ավելի լավ է այն աշխատավարձը, որ ես ունեմ, դրանով բավարարվեմ, քան թե դա էլ տապալեմ։ Պարզապես գիտելիք են ստուգում։ Այո։ Այդ դեպքում ուսուցիչը, որը 2-3 անգամ ձախողում է տարական գիտելիքների այդ թեստը, ինչու շարունակի աշխատել դպրոցում։ Դե տարական մի քիչ դժվար է ասել, որովհետև չգիտենք ինչպիսի գիտելիքներն են ստուգում, որտեղ իսկապես շատ սուբյեկտիվ գործընթաց է, բայց մյուս կողմից տեսեք ինչ ունենք։ Մենք ունենք 1000-ից ավելի թափուր տեղեր մեր դպրոցներում։ Եվ եթե մենք առանց այդ էլ արդեն քիչ համակազմ ունեցող դպրոցներից ուսուցիչներին հանենք դուրս, ինչ ենք ունենալու կրթության համակարգում։ Եվ այս գործընթացը, այս 4-5 տարվա գործընթացը ցույց տվեց, որ էական ազդեցություն դրական իմաստով այս գործընթացը չազդեց մեր կրթության որակի վրա։ Ընդհակառակը, կրթության որակը գնալով ընկավ, որովհետև շատ ուսուցիչներ, հիմա էլ տեսեք ինչ է, նոր կոռուպցիոն դրսևորումներ կան։ Շատ ուսուցիչներ, որոնք օրինակ մասնակցում են այդ գործընթացին, հաջողություն են ունենում, դառնում են ուրեմն պարապող ուսուցիչներ ու մյուս ուսուցիչների համար։ Եվ շատ ուսուցիչներ գումարներ են վճարում պարապելու համար, ինչպես որ օրինակ քիչ առաջ խոսում էինք մեր դիմորդների հետ կապված, չէ՞։ Եվ այդ ուսուցիչները գումարով պարապում են, այսինքն զբաղվում են այն ուսուցիչների հետ, որոնք հետո պատրաստվում են այդ գործընթացին մասնակցել։ Սա եւս անընդունելի է, դա նշանակում է դու պիտի թողես քո աշխատանքը, որ դու անում ես դպրոցում, գրավորներ ես ստուգում, դասեր ես նախապատրաստում, էլեկտրոնային մատյանի հետ ես աշխատում, դասապլան ես կազմում եւ այլն, եւ սկսել զբաղվել պարապելով, որովհետեւ դու պիտի մի քանի ամիս եւ շատ ուսուցիչներ հենց այդ գործով էլ զբաղվում են։ Ամբողջ գործը թողում են, ուրեմն երեխաներով այլևս շատ հետաքրքրված չեն, պարապում են, որպեսզի գնան ատեստավորման։ Սա եւս ընդունելի չի։ Ատեստավորման միակ, այսինքն հաջողված նպատակը ֆինանսականն է, թե կան էլի ամեն դեպքում դրական երևույթներ։ Ատեստավորման նպատակը պիտի լինի ուսուցչի ինքնազարգացումը։ Բայց ոչ թե գնում են պարապում են։ ինքնազարգացումը, բայց ոչ թե թեստերով։ Նայեք, օրինակ մարդիկ կան գիտությունների տեխնացուներ են որոշակի ոլորտում, գիտությունների դոկտորներ են եւ այդ թեստերը շատ հեշտությամբ կարողանում են լուծել, այսպես ասենք, լուծել։ Բայց արդյոք նրանք լավ ուսուցիչներ են։ Որևէ կապ չկա, հասկանում եք։ Այսինքն մարդը կարող է լավ գիտելիքներ ունենալ, լավ սովորած լինի այդ ամբողջը, բայց ուսուցչի հետ ընդհանրապես կապ չունի նա։ Եվ հակառակը ուսուցիչներ կան, որոնք մանկավարժական 30-40 տարվա փորձ ունեն, բայց օրինակ հենց մի քիչ առաջ մեր նշած ստրեսի պարագայում կամ կարող են ինչ-որ սխալվել, տարիքով ուսուցիչները միշտ ասում են, որ ինձ ավելի շատ ժամանակ է պետք, որպեսզի կողմնորոշվեմ եւ այլն։ Այս ուսուցիչները կարող են չհաղթահարել, որը լրացուցիչ ստրեսի տեղ կարող է տալ նրանց համար եւ նրանց հեղինակության հարցը նաեւ կառաջանա, որովհետեւ մանավանդ փոքր բնակավայրերում շատ կարեւոր է ուսուցչի դերը, իր կշիռը եւ այդ թեստավորումից շակերտներում ասենք կտրվելու պարագայում ինչ կլինի նրա հեղինակության հետ ուղղակի թեստավորումից կտրվելուց հածր արդյունք եւ բարձր արդյունք գրանցելու դեպքում հայտնի ինչ որ իրավիճակներ ունեք դպրոցում ինչպես է իրենց դերը տնօրենի մոտ աշակերտների աչքին ինչպես է ստացվում դեպքեր ունենք օրինակ դպրոցներ ունենք որտեղ օրինակ ուսուցիչներ կան որոնք բարձր արդյունքներ են գրանցել եւ նրանց հեղինակությունը այնքան է բարձրացել եւ ինքնավստահության աստիճանը, որ նրանք դառնում են թելադրող այդ դպրոցում, նույնիսկ դպրոցների տնօրենների ուրեմն համեմատությամբ ավելի բարձր դիրք են ստանում, որը էլի անթույլատրելի է։ Ընդհանրապես կրթության ոլորտում չի կարելի այսպես մրցակցության բաներ բերել, էլի կրթությունը պետք է լինի ոչ մրցակցային, բայց զարգացող։ Եվ դրա համար աշխարհի շատ երկրներում ինչ են անում։ Աշխարհի շատ երկրներում անընդհատ վերապատրաստումներ են կազմակերպում ուսուցիչների, փորձի փոխանակություններ են կազմակերպում, որը բերում է նրանց ինքնազարգացմանը։ Օրինակ մեզ մոտ էլ կա ուսուցիչների ոչ թե ատեստավորումը, այլ նրանք տարակարգեր են ստանում ուսուցիչները, որը արվում է ոչ թե օրինակ մի քննություն տալով,
ընդհանրապես սխալ է մարդու գնահատել ընդամենը մի քննության արդյունքով։ Նույնը մի քիչ հետո մենք կարող ենք խոսել նաև ընդունելության քննությունների պարագայում, որը ընդհանրապես պետք է բացառել Հայաստանում։ Այլ մարդը ինչպես է իրեն դրսևորում երկար ժամանակի ընթացքում տարբեր միավորներ կուտակել, օրինակ ցույց տալ աշխատանք աշակերտների հետ, որոնք որոշակի հաջողություններ են ունենում օլիմպիադաներում կամ մրցույթներում տարբեր, կամ ուսուցիչներ կան, որոնք հետազոտական աշխատանք են անում, կամ մեթոդական նոր մեթոդներ են օրինակ կիրառում եւ դրանց մասին գիտական հոդվածներ են գրում եւ այս ամբողջը կուտակում է, որպեսզի տարբեր տարակարգեր ստանան։ Այսը ընդունելի կլինի, ուղղակի կապել նաեւ մյուս կողմից սա ընդունելի է եւ ամբողջ աշխարհը դա ընդունում է, Հայաստանում էլ կա, խորհրդային ժամանակաշրջանում դրանից հետո շատ լավ զարգացած էր, ցավոք սրտի հիմա այդ ատեստավորման գործընթացը ստվեր է գցել նաեւ այդ տարակարգերի ձեռքբերման մնացած գործընթացների վրա, որը ավելի կարևոր պիտի լիներ։ Սա է ընդհանուր առմամբ աշխարհի երկրներում հենց այդ էլ անում են։ Միջազգային փոխանակության տարբեր ծրագրեր են անում։ Աշխատավարձի այդ բարձրացումը։ Իսկ աշխատավարձի, իսկ կապել դա աշխատավարձի հետ ուղղակի անթույլատրելի է, որովհետև ուսուցիչը պետք է այդ ինչքան որ բարձրանում է, առնվազն այդքան պետք է լինի ուսուցչի նվազագույն աշխատավարձը։ Դրանից հետո թող տարակարգերի հետ կապված որոշակի բարձրացումներ լինի եւ իրականում կա էլ։ Բայց այդպես մի քննության արդյունքով գնահատել մարդուն որպես ուսուցիչ աշխատավարձը բարձրացնել կամ կտրել, դա ուղղակի անթույլատրելի է։ Հետևյալն է, ուրեմն որոշակի սեմ կա, ասենք թե 100 հարցից օրինակ 60-ը պատասխանեցիր աշխատավարձը բարձրանում է այսքան տոկոսով, 80-ը պատասխանեցիր այնքան տոկոսով եւ այլն։ Եվ սա է ամբողջ այդ գործընթացի էությունը, որը նորից ասեմ, որ կրթության բնագավառում ընդհանրապես ընդունելի չի եւ շատ մասնագետներ ասում են, որ դա ավելի շատ խաթարում է կրթական համակարգը, քան թե օգնում է դրա զարգացմանը։ Համակարգը կարծես նշանակական փորձում է զարգանալ նաև տեղափոխվելով բուհեր դասախոսների դեպքում։ Այս դեպքում շատ դասախոսներ ու նեղ մասնագիտական գիտելիքներ հաշվի առնելով Հայաստանում որոշները նույնիսկ բացառիկ են կամ չկան ավելի բարձր գիտելիքներ ունեցող մասնագետներ, որ հնարավոր է ստուգեն դասախոսներին։ Այդ դեպքում այդ ատեստավորման այդ մեկ քննությունով է կազմելու։ Այո, այդպիսի գործընթաց արդեն սկսվել է, նույնիսկ գիտնականներին պետք է ատեստավորեն։ Բայց այդ ատեստավորման, քանի որ իսկապես այդ գործը կա, այսինքն գիտնականը, որը իր բնագավառում, գիտեք, սա ասենք հանրակրթություն չի, էլի, որ բոլորը գոնե ինչ որ գիտելիքներ ունենան, կարողանան ինչ որ ձևի գնահատել։ Կարող են լինել շատ նեղ գիտնականներ, որոնցից օրինակ Հայաստանում լինի 1-2 կամ մատերի վրա կարող ես հաշվել այդ բնագավառների մասնագետների։ Նրանց պարագայում ուրեմն ենթադրվում է, որ այդպես ինչպես ուսուցիչների դեպքում է, ինչ որ թեստ լինի եւ նրանք լրացնեն, նման բան ուղղակի բացառված է, անհնար է նման բան կազմակերպել։ Դրա համար գիտնականներին, դասախոսներին գնահատում են իրենց գիտական հրապարակումներով, որը էլի տրամաբանական է, թե որտեղ են նրանք հրապարակվում, ինչքան հղումներ կա նրանց գիտական աշխատանքներին եւ այլն, որը քիչ թե շատ ընդունելի է գիտնականների պարագայում, բայց այնտեղ կան նաեւ էլի մի շարք խոչընդոտներ, մասնավորապես նույն չափորոշիչներն են սահմանված օրինակ այն գիտնականի կամ դասախոսի համար, որը հայագիտական ուղղություններով է զբաղվում, եւ այն գիտնականի, որը օրինակ ֆիզիկայով կամ բնագիտական այլ ուղղություններով է զբաղվում, գրեթե նույն ցուցանիշները պիտի դրսևորեն, որը ուղղակի անթույլատրելի է։ Ինչի համար եմ սա ասում։ Ուրեմն կա հայտնի Scopus շտեմարանը, որտեղ ընդգրկված են տարբեր գիտական հրատարակություններ, պարբերականներ եւ ինդեքսավորվում են, այսինքն չափում են փոխադարձ հղումները, ազդեցության գործակիցները, գործոնները եւ այլն, եւ պարզվում է, որ Հայաստանից գիտնականների, դասախոսների տպագրած հոդվածները այդ գիտատեղեկատվական շտեմարանում 100%-ից, այսինքն ողջ, ինչքան որ 25 թվականի տվյալներն եմ ասում, 95%-ը ուրեմն եղել են բնագիտա-մաթեմատիկական ուղղվածության հոդվածներ, ԲՏՃՄ են ասում։ Ուրեմն իսկ 5%-ը միայն հասարակագիտական եւ հումանիտար։ Դա նշանակում է, որ շատ ավելի հեշտ է օրինակ ֆիզիկոսներին, կենսաբաններին,
տպագրվել հոդվածներ, որոնք միջազգային ստանդարտներին համապատասխանող աշխատանքներ են անում Հայաստանում, քան թե օրինակ հայագետներին, մասնավորապես լեզու, պատմություն, մնացած ուղղությունները հայագիտության, առավել եւս որ դու հայագիտական ուղղվածության ինչ որ աշխատանք չես կարող անել ոչ հայերենով էլ տպագրել։ Իսկ այդ շտեմարանների 100%-ը օտար լեզվով են։ Հասկանում եք, առավել եւս որ հայերենով հայկական հայագիտական ուղղվածության որևէ պարբերական Հայաստանում մինչև հիմա գործընթացը սրանից 10 տարի առաջ է սկսվել, մինչև հիմա որևէ պարբերական չկա։ Այսինքն այն մարդը, որը զբաղվում է հայագիտությամբ, որը շատ կարևոր է, էլ որ երկիրը, եթե ոչ Հայաստանը պիտի հայագիտությունը աշխարհում զարգացնի որպես գիտության առանձին ճյուղ։ Ուրեմն հայկական որևէ պարբերական ընդգրկված չի այնտեղ եւ դրանց գնահատել օրինակ նույն ձևի ինչ որ ֆիզիկոսներ, ես ֆիզիկոս եմ, մարդիկ դա չգիտեն, բայց միևնույն է, անարդար է դա եւ պետք է այստեղ որոշակի չափանիշները փոփոխվեն, որպեսզի մենք կարողանանք նաեւ մեր գիտնականների աշխատանքը գնահատել։ Այս դեպքում քաղաքացիների մոտ արդարացի հարց է ծագում։ Եթե պետք է ատեստավորվեն մարդիկ, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, անցած որևէ ճանապարհ, ուսուցիչ են, դասախոս, գիտնական, ինչու դա պետք է չլինի, օրինակ գործադիր մարմնում։ Ապրեք, շատ ճիշտ եք ասում, եւ այդ հարցը տալիս են հատկապես այն գիտնականների փոխարեն որոշում են իրենք որոշում են որքան լինի գիտնականի աշխատավարձը։ Շատ ճիշտ եք ասում եւ շատ ժամանակ հենց այդպիսի առաջարկություններ էլ կան, ասում են եթե այդ գործընթացը այդքան լավն է, դուք ուսուցիչների վրա եք փորձարկել հիմա իրականացնում եք, հետո գնացիք ներքին գործերի նախարարություն, պաշտպանության նախարարություն, այդ պետական համակարգ եւ այլն, եկեք գոնե քաղաքական պաշտոններից սկսենք, տեսնենք, օրինակ ինչի ազգային ժողովի падգամավորները ինչ որ թեստավորման չենթարկվեն եւ դրանից հետո նոր նրանց թույլ տրվի օրինակ իրենց աշխատավարձերը բարձրացնել կամ պարգևավճարներ ստանալ։ Նույնը վերաբերում է այո կառավարության անդամներին, ինչով են ասենք նրանք տարբերվում, որ իրենց կարելի է առավել եւս իրենց այդ թափթփված որոշումների արդյունքում տեսնում ենք ինչ է լինում, բայց օրինակ պետք է տարածել։ Սա իսկապես շատ արդարացի կարելի ասել հարցադրում է, որ հասարակության մոտ կա եւ մտածում եմ օրինակ կարելի է երկու ուղղությամբ գնալ։ Հաջորդ եկող կառավարությունը Հայաստանում, այսինքն ընտրություններից հետո ինչ քաղաքական ուժ կձևավորվի եւ մեծամասնություն կկազմի, պետք է երկու ուղով գնա։ Առաջինը կամ ընդհանրապես վերացնի այս ատեստավորման խայտարակ գործընթացը բոլոր բնակավարներում, կամ դրան գոնե տա ինչ որ մի խելքին մոտ ինչ որ ձև, կամ նաև դա տարածի բոլորի վրա։ Այդ թվում նաև քաղաքական պաշտոններ, նաև բարձր պետական պաշտոններ զբաղեցնող մարդկանց վրա։ Պարոն Մխիթարյան, դպրոցներում եւ այդ բուհ ընդունվելու ընթացքում էլի կան բազմաթիվ խնդիրներ, անգլերենի քննությունը միակը չէ։ Սկսած այդ դպրոցական քննությունների բացառելուց, բուհի քննությունների փոփոխությունից, նույնիսկ ուսանողները խոսում են, որ իրենց քննությունները ձևական էին, դիմորդները բարձրաձայնում են դրա մասին։ Ինչ կարգավորումներ ենք փոխել, որ բուհ ընդունվելու միասնական քննությունը դարձել է ձևական։ Այո, սա իսկապես լուրջ հարց է։ Առավել եւս, որ հիմա փաստորեն 2025 թվականին ուժի մեջ մտավ արդեն ընդունվեց ազգային ժողովի կողմից ուժի մեջ մտավ բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ բոլոր բուհերը, որ հիմա Հայաստանում կան, նրանք գործելու են ամենաշատը մինչև 27 թվականի վերջը։ Եվ բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները զրկվելու են իրենց լիցենզիայից եւ դրանից հետո տեղի է ունենալու ինչ որ ուրիշ գործընթաց, որը դեռևս անհայտ է, դեռևս չգիտեմ։ Ակադեմիական քաղաք։ Այո, ամենայն հավանականությամբ դա է, եթե դա լինի իհարկե։ Ուրեմն սա է ամբողջ գործընթացը եւ սա է պատճառը, որ օրինակ վերջին տարիներին գնալով նվազում է նախ դիմորդների թիվը։ Նվազում է, ասենք, դիմորդների այն մարդիկ, որոնք դիմում են եւ ընդունվածների տոկոսային հարաբերակցությունը, այսինքն շատ մարդիկ չեն կարողանում հաղթահարել այդ նվազագույն 8 բալը չեն կարողանում հավաքել եւ չեն դառնում ուսանողներ։ Եվ այս գործընթացը գնալով խորանում է եւ մյուս կողմից էլ ազդում է հենց այս այդ օրենքի ընդունումը, որովհետեւ մարդիկ մտածում են, որ
Եթե ընդունվի մի բարձրագույն ուսումնական հաստատություն, դժվար է այդ բարձրագույն ուսումնական հաստատությունը ավարտի վերջին հաշվով, որովհետև դուք գիտեք արդեն խոսակցություններ կան բուհերի միավորման, որոշ բուհերի փակման մասին եւ վերջին հաշվով այո, այդ այսպես ասած ակադեմիական քաղաք տեղափոխելուն։ Եվ սա է պատճառը, որ շատերը ուղղակի չեն դիմում բարձրագույն ուսումնական հաստատություններ, առավել եւս որ բարձրագույն ուսումնական հաստատություններն էլ իրենց հերթին այնպես չի որ շատ ուժեղ կապված են արտադրության, գործատուների, ընդհանրապես աշխատաշուկայի հետ, եւ շատերը մտածում են, որ այդ 4 կամ 6 տարվա ժամանակը իզուր են ծախսելու, երբ որ բարձրագույն ուսումնական հաստատությունում պիտի սովորեն, որովհետեւ կարելի է եւ հիմա շատ այդպիսի հնարավորություններ կա, մի քանի ամսյա տարբեր կուրսերի են մասնակցում երիտասարդները եւ դրանից հետո գործատուները իրենց վերցնում են շատ հմուտ մասնագետներ են դառնում եւ կարողանում են ավելի բարձր ընդ որում աշխատավարձեր ստանալ, քան թե այդ 4-6 տարի սովորելուց հետո նոր աշխատանքի ընդունվող մեր երիտասարդները։ Ինչ փոխվեց, որ ուսումնական կենտրոնը, որն առանձնապես նույնիսկ կարգավորվող գործընթաց չունի իրավական մասով, կարողանում է տալ հմուտ գիտելիք մի քանի ամսում, որը չի տալիս բուհը 4 տարում։ Այո, որովհետև մեր բուհերը իսկապես շատ հեռու են մնացել կամ մնացել են, գիտեք, ավելի շատ են պլանային տնտեսության մեջ, բայց դա բուհերին չի կարելի մեղադրել, էլի, տեսեք, նույնիսկ մեր նախարարությունը, տեսեք, յուրաքանչյուր տարի ինչ է անում, որոշակի տեղեր է հատկացնում բուհերին, չէ՞, ասենք, անվճար էսքան տեղ, վճարովի էսքան տեղ եւ դրանից ավել դու իրավունք չունես ընդունելություն կազմակերպելու բուհը։ Այսինքն նա չի կարող դրանից շատ ուսանողներ վերցնել։ Հիմա մեկը հարցնի, եթե դուք այդքան թվերը գրում եք եւ ասում եք, այսքանից շատ իրավունք չունեք, ինչ հիմքով, ինչ հետազոտություն եք արել, չգիտեմ, շուկան եք ուսումնասիրել, գիտեք 4 տարի հետո կամ 6 տարի հետո ինչպիսի պահանջարկ է ունենալու Հայաստանի տնտեսությունը, ոչ ոք չգիտի։ Մեխանիկական թվեր են ասում եւ այս մի կողմից, տեսեք, այսինքն պլանավոր։ Բայց նույնիսկ այդ թվերը չի լրացվում։ Չէ, այդ մի այո, այդ էլ մյուս հարցն է, որ իսկապես այդքան մարդ էլ չկա, մեծ թվեր են ասում, որ գոնե։ Բայց միևնույն է, այդ թվերը իսկապես մեխանիկորեն յուրաքանչյուր տարի արտագրում են նախորդ տարվա թվերը, գուցե մի քիչ փոփոխած թվերով է տեղի ունենում։ Հիմա իրենց հերթին նաև բարձրագույն ուսումնական հաստատությունները ըստ էության էական կապ չունեն աշխատաշուկայի հետ։ Դուք եղել եք ուսանող, ես էլ եմ եղել ուսանող։ Ինչպես ենք անցկացրել մեր պրակտիկան, չէ՞։ Շատ դեպքերում դա ձևական բնույթ է կրում։ Ինչ որ արտադրական պրակտիկա կա, մասնագիտական, հետազոտական տարբեր պրակտիկաներ կան, բայց այդ պրակտիկաները ըստ էության ժամանակի ուղղակի կորուստի են նմանվում, շատ մասնագիտություններով, բոլորին չեմ ասում, բայց օրինակ արտասահմանյան լավագույն բուհերը ավելի շատ պրակտիկ աշխատանք են անում ուսանողները, քան թե տեսական դասեր։ Այդ տեսեք որտեղ է տարբերությունը, այսինքն մեր բուհերը, որպեսզի կարողանան լավ մասնագետներ պատրաստել, նրանք ամենաշատը պետք է շահագրգռված լինեն, որպեսզի մեր ուսանողները հենց պրակտիկ գիտելիքներ ուսման ընթացքում ձեռք բերեն։ Եվ դա կլինի նրանց առավելությունը, իսկ բուհերի առավելությունը նաև այդ կարճաժամկետ դասընթացներից այն է, որ բուհերը տալիս են հնարավորություն սոցիալական շփման, որ այդ դասընթացները երբեք մեր լավ մասնագետ կարող է դառնալ, բայց լավ քաղաքացի, լավ մարդ երբեք չի կարող դառնալ, որովհետև շփումը շատ սահմանափակ է, ասենք, մի քանի հոգով ինչ որ բան սովորեցին, սկսեցին աշխատել։ Իսկ սոցիալականացումը, հատկապես այն տարիքում, երբ որ երիտասարդներն են ուսանողական տարիքները 18-ից 20, 22, 24, այդ տարիքը ամենակարևորն է սոցիալականացման համար, երբ որ մարդը նաև իր հասակակցից է ինչ-որ բան սովորում եւ դա անում է հենց համալսարանական միջավայրը։ Բոլոր աշխարհի լավագույն համալսարանները հենց դա են ապահովում, որ մարդիկ ձգտում են գնալ այդ լավ համալսարաններում սովորել։ Այսինքն մեզ պետք է բուհերի ռեֆորմ իսկապես։ Ռեֆորմ, որտեղ շատ կարևոր է պրակտիկ գիտելիքները ուսանողների համար։ Այլապես դա մանավանդ 21-րդ դարում արհեստական բանականություն, ինտերնետ, մնացած բաները դու կարող ես այն ինչ որ դասախոսը դասական ժամանակ սրանից 30-40 տարի առաջ գալիս էր կարդում էր, ուսանողը ինչ որ բան գրում էր, հետո իր գրածը կամ նրա կարդացածը հետ էր վերադարձնում, դա կարելի է հիմա անել արագացված կարգով ընդամենը մի քանի օրում ամբողջ կուրսը ինտերնետի առջև նստած, համակարգչի առջև նստած։ Վերջին 10-15 տարում ցանկացած նախարար
որ փոխվել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի այն ժամանակ կրթության նախարար ասում է, որ Հայաստանի բուհերին պետք է ռեֆորմ։ Բացի նախարարից ցանկացած բուհ, երբ որ ընդունում է ռեկտոր, հենց առաջին օրը կամ 100 օրը ամփոփելիս մասնագիտական լսում են, որ ասում են պետք է ռեֆորմ։ Ինչու չենք անում, եթե դա իսկապես պետք է։ Որտեղ ենք թերանում, համարձակություն չենք ունենում, որտեղ է խնդիրը։ Հակառակն է իրականում իրադրությունը, որովհետև ամեն մի եկած նախարար իր ռեֆորմն է անում, հասկանու՞մ, ինչպես որ ինքն է պատկերացնում։ Եվ ես մի առիթով ասել եմ, որ այդ ռեֆորմները նման են կարկատած մի շորի հագուստի։ Երբ որ ամեն մեկը գալիս է, ինչ որ իրեն դուր է գալիս, ինչ որ մի բան, դրան ձեռ չի տալիս, ինչ որ բան դուր չի գալիս, կարկատան է անում այդ բուհական զգեստի վրա, եւ ամեն մի նախարար իր կարկատանը թողել է այդ զգեստի վրա։ Եվ հիմա ունենք մի կարկատած մի հատ զգեստ մեր բուհական համակարգի, եթե ասենք, իսկ հիմքերը պետք է փոխել, հասկանում եք, կարկատաններով ինչ որ բան չես կարող փոխել։ Դու կարող ես ինչ որ մի հատ սիրուն բան այդ մասին դնել, բայց դա ամբողջ համակարգը իսկապես չի փոխվի։ Եվ սա է պատճառը, որ անհրաժեշտ է իսկապես համակարգային փոփոխություն, օրինակ, պետք է Հայաստանի բուհերում վերացնել ընդունելության քննությունները։ Ընդունելության քննությունները պետք է ընդհանրապես վերացնել եւ յուրաքանչյուր մեր դիմորդ իրավունք ունենա իր դպրոցական տարիներին կուտակած գիտելիքներով ընդունվել ցանկացած իր ուզած բարձրագույն ուսումնական հաստատության ցանկացած մասնագիտություն։ Այդ դրանից հետո բուհը արդեն կարող է որոշել արդյոք այդ ուսանողին թողի շարունակի, թե չէ, այսինքն նրա ուսման ընթացքը պիտի դրա մասին արդեն խոսի, ինչպես որ ամբողջ բոլոր երկրներում է։ Յուրաքանչյուր համալսարան հայտարարում է նվազագույն շեմը, որ դպրոցից հավաքած բոլոր գիտելիքներով դու արդեն ունես, այդ նվազագույն շեմից բարձր յուրաքանչյուր մեկը կարողանա ընդունվել այդ բարձրագույն ուսումնական հաստատություն։ Մյուս բանը, որ արդեն դրանից հետո պետք է անել, անպայման պետք է անցնել անվճար բարձրագույն կրթության Հայաստանում։ Մեր հարևան Վրաստանը այս առաջիկա ուսումնական տարվանից հենց այդ ուղով էլ գնում է։ Եվրոպական բոլոր երկրները, Ֆրանսիան, Գերմանիան, մնացած առաջատար համալսարաններ ունեցող երկրները արդեն վաղուց անցել են այդ համակարգին եւ իրենց քաղաքացիների համար կարելի ասել ուսումը անվճար է բարձրագույն ուսումնական հաստատություններում, որովհետեւ մենք չենք կարող կրթության մեջ այն երեխաներին, որոնք օրինակ սոցիալապես վատ վիճակում գտնվող ընտանիքներից են գալիս, սահմանամերձ գոտուց են գալիս, գյուղական բնակավայրերից են գալիս, բայց շատ մեծ ձգտում ունեն սովորելու եւ իրենց ներդրումը ունենալու Հայաստանի զարգացման մեջ, նրանց ուղղակի դուրս ենք թողում, որովհետեւ շատ-շատերը չեն կարողանում սովորել այդ պատճառով։ Անվճար սովորելը որպես ռեֆորմ եք դիտարկում, բայց այս դեպքում ներկա գործող համակարգում ենք վարձավճարները բարձրացնում ենք։ Վարձավճարները բարձրանում են, օրինակ անցած շաբաթ ես մի ուսանող այդ մասին էինք խոսում, քանի որ կրթության կառավարման եւ կրթության քաղաքականության մասին դասընթաց եմ վարում մագիստրոսների համար, մեկը ասաց, ուրեմն ինքը շատ բարձր գնահատականներով ընդունվել էր մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ դրանցից ընտրել էր ռազմական ուսումնական հաստատությունը եւ պատճառը այն էր եղել, որ մնացած բոլոր ուսումնական հաստատություններում բուհերում վճարովի համակարգ էր ընդունվել, իսկ այստեղ անվճար եւ նա չնայած այդքան էլ չէր սիրում, բայց գնաց այդ ուղղությամբ։ Տեսեք, մենք չպիտի թույլ տանք այսպիսի իրադրություն Հայաստանում, իրերի վիճակ։ Բոլոր հայ մեծ գիտնականները, որոնք ունեցել ենք 20-րդ դարում դրանից առաջ, բոլորը եկել են այնպիսի ընտանիքներից, որոնք եթե լիներ շատ բարձր վճարովի համակարգ, նրանք երբեք այդպիսի մեծ ազդեցություն, մեծ գիտնականներ չէին դառնա։ Հասկանում եք, մենք պիտի աշխատենք, որպեսզի կրթության ոլորտը լինի ավելի արդար։ Իսկ արդար նշանակում է չկա ատեստավորում, չկա մրցակցություն, կա պետական մեծ ֆինանսավորում կրթության ոլորտին, որովհետև պետական մեծ ֆինանսավորում ապահովում են հատկապես այն երկրները, որոնք զարգացած են կամ զարգանում են շատ արագ տեմպերով։ Ամոթ է, բայց պետք է ասեմ, 2025 թվականի տվյալներով Հայաստանի կրթության բնագավառին հատկացվող գումարներով հնային տոկոսով, այսինքն համախառն ներքին արդյունքի, քանի տոկոսն է տրամադրվում կրթությանը։ Ուսումնասիրած 133 երկրներից Հայաստանը զբաղեցնում է 114-րդ տեղը։
Սա ուղղակի ամոթ է։ Հայաստանը, որը ունեցել է տարիներ, դարեր շարունակ կարելի ասել, մեծ ձգտում մեր ժողովրդի մոտ դեպի կրթությունը, դեպի կրթված մարդը, հիմա ուղղակի չնչին գումարներ է հատկացնում կրթության եւ պարզ է որ այսպիսի իրավիճակ պետք է ունենայինք։ Մենք որ ասում ենք, որ ուսուցիչների աշխատավարձերը պետք է բոլորինը բարձրանան նվազագույնը, նորից ասեմ, ոստիկանի աշխատավարձի չափ առնվազն, բայց հիմա ստացվում է ինչի համար է դա պետք։ Դա պետք է կրթության հեղինակությունը բարձրացնելու համար։ Դա պետք է նրա համար, որ ուսանողը ձգտի կրթվել, որ յուրաքանչյուր դպրոցական ձգտի բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվել։ Դե չէ, այս պարագայում մենք ունենք արժեզրկված կրթություն, արժեզրկված կրթական համակարգ, արժեզրկված գիտության ու կրթության բնագավառ, եւ դա է պատճառը, որ Հայաստանը զարգանալու այլևս տեղ չի կարող ունենալ, որովհետեւ նույնիսկ այդքան մարդ չի կարող ունենալ։ Այդ ռեֆորմները կարծես սկսել են հանրակրթության ոլորտից։ Տեսեք, առաջինից մինչև 5-րդ դասարանի առաջին կիսամյակ աշակերտները պարզապես չեն գնահատվում, այսինքն ձեր ասած մրցակցությունը հանել են, այնտեղ թողել են ռեֆորմ։ Այս դեպքում ինչ արդյունքներ եք սպասում եւ արդյոք ձեր ասած ռեֆորմների սկիզբն է սա։ Գիտեք, այդ ռեֆորմները ձեզ ասեմ, նաև ինչի են բերել են նրան, որ այս պահի դրությամբ Հայաստանի դպրոցահասակ երեխաների 10-ից 1-ը դպրոց չի գնում։ Պատկերացնում եք, սա ինչ չի վեր, 10 երեխայից 1-ը դպրոց չի գնում։ Եվ դա այն ռեֆորմների պատճառով, որ օրինակ, եթե երեխան 6 տարեկան է եւ պետք է գնալ դպրոց, ծնողը չի ուզում, լավ, չես ուզում մի տար դպրոց։ Երեխան դարձավ 7 տարեկան, պիտի գնար արդեն երկրորդ դասարան լիներ։ Էլի չես ուզում, ուրեմն կարող ես դպրոց չբերել։ 8 տարեկան դարձավ, մի անգամից բեր կընդունենք 3-րդ դասարան։ Մյուս բանը, ավագ դպրոցում հատկապես, ուրեմն էլի երեխաները հիմնականում պարապում են, դասերի չեն մասնակցում, բայց սա իսկապես աղետալի վիճակ է։ 10 երեխայից 1-ը նույնիսկ ավելի շատ դպրոց չգնալ, դա նշանակում է ուղղակի քանդել կրթական համակարգը։ Գերագիտության մակարդակով նորից այդ ռեֆորմները ինչի են բերել վերջի 7-8 տարվա ընթացքում, գերագիտության մակարդակով մեր դպրոցականները զիջում են տարածաշրջանի բոլոր երկրներին։ Նույն թեստը տվեք մաթեմատիկայից, հայոց լեզվից, Հայաստանի երեխաներին, միջին դպրոցականներին եւ հարևան բոլոր երկրներին։ Եվ Հայաստանի ցուցանիշները էապես զիջում են բոլոր հարևաններին։ Այս սա է, այս արդյունքը սա է այդ ռեֆորմների, հասկանում եք։ Իսկ օրինակ Ռուսաստանում, եթե երեխան դարձավ օրինակ 7 տարեկան եւ դպրոց չի գնում, դա կարող է հանգեցնել նրան, որ ծնողին զրկել ծնողական իրավունքներից։ Տեսնում եք ինչքան է կարևորում, այսինքն դու կարող ես զրկվել քո ծնողական իրավունքներից, եթե քո երեխային դպրոց չես տանում։ Իսկ մեզ մոտ ոչինչ, ինչ է եղել։ Կարող ենք եւ 2-3 տարի դպրոց չգնալ։ Ուրիշ բան ասեմ, տեսեք ինչ է կատարվում։ Հիմա 26 թվականի սեպտեմբերից Հայաստանում չի բացվելու 231 դպրոց։ Փակվելու են, ուղիղ ասեմ, որովհետև այդ դպրոցները քիչ աշակերտներ ունեն եւ այդ դպրոցները միավորվում են ավելի այսպես մի քանի համայնքների դպրոցներ, մի քանի գյուղական բնակավայրերի դպրոցների երեխաներ ուղղակի մեկ դպրոց են հաճախելու 230-ից ավելի դպրոց փակվելու են արդյոք իսկ դա նշանակում է ինչ Իշխանությունը ասում է 300-ը կառուցում ենք 300-ի պատմությունն էլ գիտեք, չէ՞, ինչ եղավ վերջը։ Ուրեմն այդ ծրագիրը կոչվում է 300 դպրոց մինչև 2026 թվականը։ Եվ պարզվեց, որ 2025 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ, այսինքն 2 շաբաթ էր մնացել մինչև 2026-ը, այդ 300 դպրոցից պատրաստ էր եւ շահագործման էր հանձնվել ընդամենը 60-ը։ Եվ սա պաշտոնական պատասխանն է, որ մեզ ուղարկել էր կրթության նախարարությունը։ Այսինքն այդ ծրագիրը կատարվել է ընդամենը 20%-ով։ 60 դպրոց կամ կառուցվել է կամ հիմնանորոգվել է եւ դրան ուրեմն ի հակադրություն 230-ից ավելի դպրոց ուղղակի փակվելու է Հայաստանում։ Այն 240-ը ինչ է լինում։ Այն 240-ը ասում են դեռ ընթացքի մեջ է, այդ 60-ից հետո է, դեռ ընթացքի մեջ է, տեսնենք երբ կլինի։ Այսինքն միջև հունիս պիտի հասցնենք կառուցել, ինչպես ենք անելու։ Դե մինչև 26 թվականի սկիզբը պիտի լիներ, բայց չի լինում։ Դե սպասենք, տեսնենք, մի հատ գրություն էլ կուղարկենք, մի հատ էլ մայիսին տեսնենք այն մյուս դպրոցների ճակատագիրը ինչ եղավ։ Իսկ այդ չգնահատվելու համակարգին կողմ եք։ Չգնահատվելը, գիտեք, այդքան էլ չգնահատվել չի, ուղղակի թվերով չեն գնահատում։
Այդ համակարգը օգտագործվում է տարբեր երկրներում, բայց սա մեզ համար մի քիչ խորտ համակարգ է, որովհետև մեր ուսուցիչները, որոնք արդեն պատրաստ էին տարիներ շարունակ, իրենք աշխատում են եւ գիտեին օրինակ այդ գնահատականի գինը, այսպես ասած, նրանք նոր ձևի գնահատման համակարգին դեռ ընտելացած չեն։ Եվ այստեղից է գալիս այդ հակասությունը, որ ասում է չենք գնահատում, այդքան էլ այդպես չի։ Գնահատում են ուղղակի ոչ գնահատականի տեսքով։ Այլ ասում են օրինակ առաջընթացի մասին կամ թերությունների մասին, որոնք կարելի է ինչ-որ բանով փոխել, այսինքն դա էլ է ուսուցիչները գնահատական։ գրում են մեկ բնութագիր, որ համապատասխանում է A մակարդակին, մյուսը B մակարդակին, մյուսը G, եւ այդտենց բոլոր A մակարդակներին տալիս են նույն բնութագիրը, բոլոր B-երը նույնն են, G-երը նույնն են։ Այս դեպքում էլի ձևական կողմն է պահում։ Տաբանությունը ավելանում է պարզապես։ Այո, նույնը ասում են ուսուցիչները, լրիվ նույն բառերով ասում են մեկը մյուսից ուղակի արտագրում է, այս դեպքում ուսուցիչը մյուս ուսուցիչից։ Օրինակ այն ժամանակվա 3-ի կամ 4-ի համար հիմա մոտավորապես ինչ ձևակերպումներ պիտի տանք, դա են անում։ Դարձել է իսկապես մեխանիկական գործ, դարձել է ձևական ամեն ինչը, եւ դա նպաստում է նրան, որ ավելի շատ ուսուցիչները հիմա զբաղված են այդ թղթաբանությամբ, այդ ամբողջը ներդնելով ներառելով այդ էլեկտրոնային համակարգ, էլ երեխաների համար ժամանակ չի մնում ուղղակի։ Ծնողները նաև դասավանդման մեթոդներից են բողոքում այդ QR կոդեր, գրքերում այսինչ բաների բացակայություն, ավելացում եւ այլն։ Խորթ է սովետական միության 90-ականների սերունդի համար, թե ամեն դեպքում կան այդ խնդիրները։ Գիտեք, հիմա երկու տենդենց կա, երկու միտում կա։ Մեկը, որ դասագրքերը դարձնեն ավելի ինտերակտիվ եւ հնարավորություն տան օրինակ սմարթֆոններով կապ ունենալ ինտերնետի հետ մնացած բաները, բայց մյուս միտումը, որը ավելի գերակշիռ է հիմա, տարբեր երկրներում ընդհանրապես հանում են դպրոցներից այդ բաներ, հեռախոսները, մնացած բաները եւ ասում են, որ պետք է երեխաները ավելի շատ եւ ավելի լավ է սովորեն առանց դրանց։ Եվ դա կարծում եմ ավելի արդարացված է։ Այսինքն մենք հիմա այդ անցումային փուլում ենք եւ ես կարծում եմ, որ պետք է ինչքան հնարավոր է շուտ գնալ դրան եւ ուսուցիչները հնարավորություն ունենալ մարդ-մարդ հարաբերություններով կամ աշխատել երեխաների հետ եւ ոչ թե միջնորդավորված QR կոդերով, մնացած բաներով, որը երբեք էլ նախ անվտանգ չի, երկրորդը առողջության վրա է ազդում եւ երեխաների եւ ուսուցիչների եւ այնպես չի, որ հիմիկվա երեխաները պետք է այդտեղ սովորեն, էլի այդ ժամանակակից տեխնոլոգիաները օգտագործելու նրանք շատ լավ տիրապետում են։ ԿԳՄՍ նոր դասագրքերը հրապարակում QR-ով ասում աշխատեք, Երևանի քաղաքապետարան ասում հեռախոսներ հավաքեք։ Ինչ անեն աշակերտները։ Այս էլի գալիս ենք այդ ձևական, այդ թափթփված բնույթին եւ որոշում կայացնողների, որոնք իսկապես նույնիսկ իրար հետ չեն էլ համաձայնեցնում իրենց ասածները եւ ծնողներն էլ ընկնում են, ասում են երկու քարի արանքում են հիմա ինչ անեն։ Շատ ծնողներ կողմնակից են այն մի մոտեցմանը, մյուսները մյուս մոտեցմանը, բայց ընդհանուր գաղափարախոսություն եւ ձգտում, թե ուր են գնում մեր կրթական համակարգը, ինչպիսի քաղաքացի ենք վաղ ուզում ունենալ, ինչպիսի գիտելիքներ ունեցող, արդյոք լավ կրթություն ունեցող մարդը գնահատված է լինելու մասնավորապես օրինակ իր աշխատավարձով, իր դիրքով հասարակության մեջ դեռ անհասկանալի է։ Եվ ես ասել եմ, այս ամբողջը փոխելու համար պետք է փոխել որոշում կայացնողներին Հայաստանում։ Որոշում կայացնողներին, որոնք որոշում են կայացնում կրթության ոլորտում։ Նրանք կոմպետենտ չեն եւ այս ամբողջ քանի տարվա պատմությունը մեզ ցույց տվեց, որ դրվագային որոշումներ այո կարող են ինչ-որ ձևի կայացնել, օրինակ եթե թեստում սխալ է եղել, եկեք մի հատ էլ կազմակերպենք ուրեմն քննություններ, դա հեշտ է անել, բայց համակարգային փոփոխությունների համար այդ մարդիկ ուղղակի իրավունք չունեն որոշումներ կայացնել, առավել եւս որ նրանցից շատերը կրթության ոլորտում որևէ հետագիծ չունի։ Իսկ եթե դու չունես, դժվար է կկարողանաս հասկանալ հիմնական միտումները եւ այն ուղղությամբ տանել, որպեսզի կրթական համակարգը Հայաստանում զարգանա եւ մենք ամոթով չնայենք մյուս երկրներին, որ մենք ունենք արդեն, այսպես ասենք, շատ հետ ընկած կրթական համակարգ, ցածր կրթության որակ եւ հանրակրթության մեջ եւ բարձրագույն կրթության մեջ։ Պարոն Մխիթարյան, եւ վերջին հարցը տեսեք կա բուհերի քաղաքականացման խնդիր նաեւ այսօր հասարակությունում, բևեռների բաժանված
բուհերը պիտի զերծ լինեն քաղաքականությունից, դրա մասին խոսում են նաև նախարարները, դպրոցները պետք է դրանից զերծ լինեն, ուսանողական խորհուրդները իհարկե չբացառենք, որ դա եւս նախկինում եղել է, բայց հիմա շատ ավելի հստակ է այդ քաղաքականացված իրավիճակը, որ ուսանողական խորհուրդը պիտի սա անի, նա անի, այդ ուսանողի ազատությունը նաև կապ ունի, նաև ռեկտորների մակարդակով այդ մարդիկ հայտարարում, որ այո, իրենք քաղաքական են, իրենք կուսակցության անդամ են, երբեմն երբ ռեկտորի գիտելիքները չեն ձգտում այդ ռեկտոր նշանակվելուն, այդ աստիճանները բարձրանալուն, աստիճաններն են իջնում, որպեսզի իրենք համապատասխանեն այդ պաշտոններին։ Սա ինչ ազդեցություն է ունենում ուսանողի վրա եւ այսինքն չգիտեմ մենք հիմա տեսնում ենք տարբեր հավաքների վարչական լծակի կիրառմամբ դպրոցի ուսուցիչներին վերելու ինչ պատկեր ենք ունենալու։ Այո, կրթության համակարգը շատ կարևոր է հասարակության զարգացման եւ կառուցման համար, շատ իսկապես, որովհետեւ կրթության համակարգի հետ առնչվում է յուրաքանչյուր ընտանիք, կամ երեխա ունի դպրոցում, կամ բուհում ուսանող ունի, կամ ուղղակի առնչություն ունեն այդ կրթական համակարգի հետ եւ այլն, եւ հատկապես երբ որ քաղաքական իրադարձություններ են մոտենում, իսկ Հայաստանում ընտրությունները սարերի հետևում չեն, բոլորը ձգտում են որոշակի ազդեցություն ունենալ հենց կրթական համակարգի այդ բուրգի վրա, որպեսզի կարողանան օգտագործել։ Միևնույն է, դա միշտ էլ եղել է ամենահեշտ ձևը հասարակական կարծիքի վրա ազդելու։ Հիմա այս իշխանությունների ներկայացուցիչների հետ մենք եղել ենք բարիկադների նույն կողմում դեռևս 2010-ական թվականներին, երբ որ պայքարում էինք բուհերի քաղաքականացման դեմ։ Եվ դա իսկապես շատ կարևոր գործընթաց էր, որովհետև այն ժամանակ օրենքներով չէր արգելվում ըստ էության հոգաբարձուների խորհրդում մեծամասնություն ունենալ քաղաքական կուսակցությունը կամ պետական բարձր պաշտոնյան, որը էական ազդեցություններ ունենում բուհի բոլոր մակարդակներում որոշումների կայացման վրա։ Եվ այդ բարիկադների փաստորեն նույն կողմում գտնվելով, այսինքն պայքարելով այդ քաղաքականացման դեմ, հիմա մարդիկ ուղղակի եկան իշխանության եւ ըստ էության նույն բանը ավելի վատ ձևով սկսեցին կրկնել։ Ավելի վատ ձևով ինչի համար եմ ասում, որովհետև հիմա բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանում բոլոր հոգաբարձուների խորհրդի նախագահները իշխող կուսակցության անդամներ են կամ մերձակա մարդիկ, այսինքն պաշտոնյաներ։ Հանրապետության նախագահն է, պաշտպանության նախարարը, կրթության նախարարը, Երևանի քաղաքապետն էր վերջերս փոխվեց, բայց շատ էական բան չփոխվեց եւ այլն։ Այսինքն մենք ստացանք ավելի վատ իրավիճակ, որը այդ մարդիկ չեն հասկանում, որ այսինքն այն ժամանակ չեմ հասկանում եք հիմա չեք հասկանում, որ դա իսկապես վատ է ազդում կրթության վրա։ Մարդիկ սահմանափակված են, չի կարելի գիտնականին, դասախոսին, ուսանողին ընդհանրապես դնել որևէ սահմանափակման մեջ եւ դա գաղափարական լինի։ Դա կտրել ազատությունից, մտածելու ազատությունից, դա նշանակում է ուղղակի մատնել պարտության մեր կրթական համակարգին, իսկ դրա արդյունքում նաև մեր պետությանը։ Նա չի կարող էլ զարգանալ, նա չի կարող ունենալ այնպիսի հաջողություններ, որ կարողանա աշխարհի զարգացող երկրների հետ համակայել քայլել։ Ուրեմն, այո, այս իսկապես խանգարում է եւ պետք է զերծ պահել։ Հիմա նոր ընդունված օրենքում որոշակի դրույթներ կան, որ հոգաբարձուների խորհրդում պետք է արգելվի նման մարդկանց, ընդհանրապես պետք է բացառվի նման մարդկանց գոյությունը, բայց տեսնենք իրագործումը ինչպես կլինի, որովհետև շատ դեպքերում էլ լինում է, որ օրենքներում ինչ որ լավ բաներ է գրված, բայց կիրարկման երբ որ գալիս ենք, տեսնում ենք, որ այդ այլանդակությունները հենց գալիս են կիրարկման ժամանակ, երբ որ մարդիկ չեն կարողանում վերահսկել եւ ամեն ինչ ուղղակի վերահսկողությունից դուրս է գալիս։ Նաև պիտի խնդրեմ ասեք, թե կրթության ոլորտի մասին ինչ պիտի իմանա, ինչ բարեփոխումներ պիտի տեսնի քաղաքացին, ինչին ուշադրություն դարձնի նախընտրական ծրագրերում։ Սա շատ կարևոր հարց է, իսկապես առանցքային կարևոր նշանակություն ունի եւ մարդիկ, քանի որ արդեն իսկապես նախընտրական շրջան ենք մտել, ես խորհուրդ կտամ մեր բոլոր քաղաքացիներին, ովքեր հիմա դիտում են կամ հետո կդիտեն, անպայման նայեն յուրաքանչյուր քաղաքական ուժի ծրագրի այն մասը, որը վերաբերում է կրթությանը։ Արդյոք տեսեք կրթությանը հատկացվող գումարները ինչքան են լինելու ապագայում, նորից եմ ասում, Հայաստանը հիմա 133 երկրի մեջ զբաղեցնում է 113-րդ պատվավոր տեղը,
դա պետք է էապես փոխվի, այսինքն կրթությանը մեծ ֆինանսներ պետք է տալ եւ քվեարկել նրանց, ովքեր դա կխոստանան։ Ուրեմն երկրորդը անպայման պետք է դրա անհրաժեշտ է ուսուցչի եւ դասախոսի հեղինակությունը մեծացնել, բարձրացնել։ Դա պետք է անել աշխատավարձերի բարձրացման միջոցով եւ անպայման նաեւ բուհերի ֆինանսավորման եւ արդյունքահեն ֆինանսավորման մեծացմամբ, այսինքն բուհը արդյունք տվեց կամ հանրակրթական դպրոցը ուսումնական հաստատությունը արդյունք տվեց, նա անպայման պետք է ավելի շատ գումար ստանա եւ ոչ թե մարդը էլի հասկանում եք, այդ շատ կարեւոր է, որովհետեւ մենք կարողանանք ունենալ այնպիսի գոնե կիզակետեր, որոնց շուրջ ձևավորվի այդ լավ մթնոլորտը եւ այդպիսի օրինակներ շատ ունենք, օրինակ հանրակրթության համակարգում մենք ունենք միջազգային ստանդարտներին բավարարող մի քանի դպրոց, անունները հիմա չտամ, բայց Ֆիզմատի անունը կարող եմ տալ, Ֆիզմատ Թեկումով դպրոցը, որը լավագույնն է Հայաստանում, այ պետք է դառնա նման օրինակման ձև, այսինքն մյուսները պետք է ձգտեն նրան նմանվել։ Սա պետք է անպայման անել կրթության ոլորտում եւ աշխատել նրա ուղղությամբ, որպեսզի որևէ մեկը անկախ իր սոցիալական դիրքից հանկարծ կրթությունից դուրս չմնա։ Կրթությունը պիտի լինի արդար։ Դա պետք է անել ապահովելով բոլորի հավասար մասնակցությունը կրթական գործընթացներում, նաև որոշումների կայացման մեջ։ Հասարակությունը պիտի ակտիվորեն ներգրավված լինի կրթության ոլորտում որոշումների կայացման գործընթացներին։ Մի հատ խնդրում եմ նայեք անպայման նախընտրական ծրագրերին եւ վերջում չմոռանամ ասել մեկ անգամ էլ, որ բարձրագույն կրթությունը Հայաստանում պետք է անվճար դառնա։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք կրթության փորձագետ Ատո Մխիթարյանի հետ, անդրադարձանք վերջին շրջանում իրադարձային ամենակարևորագույն խնդրին, անգլերենի քննությանը, որը Հայաստանում աննախադեպ պետք է կրկնվի երկրորդ անգամ, նաև կրթության որակի այն խնդիրների մասին, որոնք այսօր ծառացած են համակարգի առջև։